մի խառնեք ձեր այդ քաղաքական շախմատի ինչ-որ կապիկությանը, մենք չենք եկել կապիկություն անելու ստեղ, մենք եկել ենք իրոքից պայքարենք ու 10,000 դրամով ոչ ոք էլ չի աշխատում ստեղ, իսկ այդ թիմը, որ կոմանդոս ստեղծվել է կամ բան, հատուկ այդ կռիստերից այդ թաքնված ստեղծվել է, որ գոնե այսքանս եք մնացել մաքուր ինչ-որ, չգիտեմ, ում հրա մեզ ոչ ոք չի ղեկավարում։ Ոչ մեկ, ոչ մի կուսակցություն, ոչ մի չգիտեմ ինչ-որ մի լիդեր, ինչ-որ մի բան, ոչ ոք չի մեզ ղեկավարում։ Ու թող սա աշխարհը իմանա, որ այսից իրանց շախմատային քայլերով այնքան ժայլ երիտասարդների դուխ են կոտրում, բայց էլի մենք պայքարելու ենք։ Ուղղակի խնդրում եմ ձեզ, էլի այդ ձեր շախմատի ծրագիրը մեր կողմով անցկացրեք։ Այդքան մի բան, ոչ ոք ասել դրամով չի աշխատում։ Ոչ ոք լուրը մի տարածեք։ Մենք նեղացած հավաքվել ենք, ասենք, մեր պայքարի։ Այստեղ հացադուլ հայտարարողներ է, ձեր կողքին չեն։ Հիմա դուք այս խմբով հավաքվել եք, ինչ ծրագիր ունեք, ինչու եք հավաքվել։ Դա ասում ենք ինչ ծրագիր ունենք։ Դա կարելի է պատասխանել ձեր հարցին։ Պետրոս Ավանյան, պատճառն էր, որ մենք այս կողմի վրա չենք, ուղղակի մեր ներկայացնեն այն կողմի վրա էր դրած, այն կողմն ենք հավաքված, խնդիր չկա, մեր ձեր չկա, բոլորս այստեղ եկել ենք սոցիալ-տնտեսական այդ վիճակից դուրս գալու պայքարելու համար ու ասել ոչ հոսանքի թանկացմանը, որ չեղարկվի այդ հոսանքը։ Ուղղակի մեզ դուր չեկավ, որ այսօր մեզ Facebook-ով մնացած այլ սայթերով ինֆորմացիա եկավ, որ ասում եմ, ինչ-որ ստեղծվել է կոմանդոս թիմ, ովքեր որ անիմաստ բաներով են զբաղվում։ Ստեղծվել է, բայց նպատակն ասա չէ, իրանց գրածով էլի, որ իրանց այդ խմծիծաղ վատ վերաբերմունքը մեզ հետ դուր չեկավ ու որ այնտեղ նշված էր, որ մենք այստեղ բոլորս հավաքվել ենք 5-10,000 դրամներով, այդ մեզ դուր չեկավ, որ մնաս այդ 5-10,000 դրամները, որ այդտեղ նշվում է, Երանի դուք ստանաք ու այդ քանով ապրեք ու գաք այս ասֆալտի վրա չորանաք։